Եվ չափազանց ցավոտ է։ Ես ուժեղ եմ, որովհետև իմ ցավը տալիս եմ իմ բժշկին։ Հայտնություն 21:4-ում ասում է. Եվ կջնջի Աստված ամեն արտասուք նրանց աչքերից, եւ մահ այլևս չի լինի, ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, այլևս չի լինի։ Այո, միգուցե ես չհասկանամ ձեր ցավը, բայց կա մեկ ով հասկանում է։ Միգուցե ձեզ լքել են ինչ-որ մեկը, ով խոստացել էր մշտապես լինել ձեր կողքին։ Գուցե ձեր երեխան մահացել է դաժան կամ անհեթեթ մահով։ Ինչ-որ մեկը, որին սիրել եք, անարդար է վարվել ձեզ հետ։ Շատերին ծաղրել են իրենց մաշկի գույնի համար, մյուսներին ծաղրել են հաշմանդամության համար։ Այս եւ չթվարկած այլ ողբերգություններից յուրաքանչյուրն այնքան ցավոտ է, որ խորապես վիրավորվում ենք։ Այնուհետև, երբ ամենից խոցելի վիճակում ենք, Սատանան մեր վիրավորված սրտի մեջ ցանում է դառնություն։ Նա խրախուսում է մեզ մտաբերել վիրավորանքը եւ հիշել ցավը։ Նա ցանկանում է, որ ամուր սեղմենք դրանք մեր կրծքին եւ երբեք բաց չթողենք։ Նա ստում է, խոստանալով, որ դրանք պահելը կպաշտպանի մեզ ապագա ոտնահարումից, բայց դա սուտ է։ Դուք բժշկվում եք, երբ ձեր ցավը տալիս եք Հիսուսին։ Նա միակն է, ով իսկապես հասկանում է ձեզ։ Եսայա 53:5-ում ասում է. Մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ձեր ցավից կառչելը միայն ավելի կվնասի ձեզ։ Ուզում եմ, որ փակեք ձեր աչքերը եւ պատկերացնեք, որ Հիսուսին եք տալիս ամբողջ ցավը։ Նա անկարևոր չի համարի այն, ինչ արել են ձեզ։ Բաց թողեք ցավը, թույլ տվեք, որ նա հեռացնի այն։ Եկեք աղոթենք։ Հիսուս, ես հավատում եմ, որ դու ես իմ բժշկությունը, այնպես որ կարող եմ վստահել քեզ, ցավի յուրաքանչյուր մասնիկը։ Ես հրաժարվում եմ կրելուց այն, ինչ ինձ համար չէ։ Ես հանձնում եմ քո խնամքին իմ ցավը, ազատիր ինձ դրանից, քո փառքի համար։ Շնորհակալ եմ, Տեր, որ ազատում ես ամեն դառնությունից ու ամեն վիրավորանքից։ Ամեն։